Վառելիքի շուկայում գնաճը շարունակվում է։ Մեկ շաբաթից ավելի հեղուկ գազով ավտոմեքենայի վարորդները ստիպված են թանկ վճարել լիցքավորման համար։ Մեկ ամսվա կտրվածքով հեղուկ գազը թանկացել է 100-ից 120 դրամ։ Ոլորտը վերահսկող մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրել է շուկան ու պարզել՝ հակամրցակցային համաձայնություն ու գերիշխող դիրքի չարաշահում չկա։ Հանձնաժողովի նախագահը շեշտակի թանկացումը բնական ու նորմալ է համարում։ Հետո կգա իշնի գինը, որովհետեւ սարսափելի բան չկա։ Խնդիրը այն է, որ անցյալ տարի հունվարին էլ էր թանկ, հունիսին էլ էր թանկ լինում։ Այսինքն կա հեղուկ գազի թանկ ամիսներ, ամեն տարի դրա մասին է, որ վերցնեք վերջի 3 տարին գնանք նայեք, ես վստահ եմ, որ դուք նույն հետազոտությունը, հետաքննությունը արել եք եւ այդ հարցը տվել եք։ Շուկա սեզոնի հարց, որը կապված է բնակլիմայական պայմանների հետ։ Այսինքն բերում են ապրանքը քչանում է, ճանապարհը քիչ է, թանկ են վաճառում։ Ռեկորդային բարձր գնին զուգահեռ շուկայում նաև հեղուկ գազի դեֆիցիտ կա։ Մինչ նոր խմբականակի ներմուծումը վարորդները ստիպված են մի կետից մյուսը տեղափոխվելու համար այլընտրանքային ձևեր մտածել, տարածությունը հաղթահարել հեծանվով կամ քայլելով։ Իմ Նեմնիմի փոդքասթի կալանավորված հեղինակ վարող Նարեկ Սամսոնյանը դադարեցրել է 14 օր տևած հացադուլը ու տեղափոխվել է Իզմիլյան բժշկական կենտրոն։ Կեսօրից հետո այսպիսի հայտարարություն տարածեց Սամսոնյանի փաստաբանը, հայտնելով, որ իր վստահորդը հյուծված է ու բժշկի ցուցումով է դադարեցրել հացադուլը։ Ժամեր անց Ռուբեն Մելիքյանը գրեց, որ Նարեկ Սամսոնյանին նորից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ, ու նա հացադուլը շարունակում է, մինչև նախավիրահատական վերականգնողական թերապիայի անցկացման հարցի լուծումը։ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանել է, թե ինչու կալանավայրում չի տեսակցել 14 օր հացադուլի մեջ գտնվող Սամսոնյանին։ 2025 թվականին օրինակ Հայաստանում հացադուլ է հայտարարել շուրջ 200 անձ եւ հայտարարել է 300-ից ավելի հացադուլ։ Հիմա մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների գործունեության մեթոդաբանությունն այն է, որ այցեր պետք է իրականացվեն բացառապես այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ՄԻՊ-ի լիազորություններին վերաբերելի տեղեկատվություն ձեռք բերելու համար։ 2020-ից ադրբեջանական զինված ուժերի թիրախում գտնվող Կապանի Սյունիք օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային թռիչքներ։ Սա հնարավոր դարձավ կառավարության եւ Կորպորասիոն Ամերիկա ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացումը ստորագրելուց հետո։ Եթե ստորագրենք լրացումը, այդ օրվանից սկսած Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան, այսինքն մենք ունենալու ենք երկրորդ միջազգային օդանավակայանը Հայաստանում։ Իրավական առումով այո, սակայն միջազգային օդանավակայան դարձնելու համար Սյունիքի օդանավակայանում պետք է համապատասխան սարքավորումներ եւ համապատասխան ներդրումներ իրականացվեն, որպեսզի սահմանային, մաքսային եւ այլ գործառույթներ ապահովող հնարավորություններ ստեղծվի այնտեղ։ Կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2067 թվականի վերջ։ Մինչև 2033 թվականը ընկերությունը պարտավորվում է $425 միլիոն ներդրում կատարել։ Շիրակ օդանավակայանը զարգացնելու համար քննարկվում է նաև լրացուցիչ եվրոպական ուղղություն ավելացնելու հարցը։ Օրինակ Գյումրի-Լառնակա թռիչքը շաբաթը 1 անգամ է, նախատեսվում է դարձնել 2 անգամ։ Հարցը քննարկելիս գործադիրի անդամները ուշագրավ բացահայտում արեցին։ Պարզվում է Գյումրիից Կիպրոսի արևելյան ափ հասնելն ավելի մատչելի է, քան Գյումրիից Երևան։ Տոմսը ինչ արժե, պարոն մարզպետ։ Դեպքեր ունենք, որ $20-30 Գյումրիից հնարավոր է թռնել։ Շատ ավելի էժան, քան երևի թե տաքսիով Գյումրիից Երևան։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։